Հարցս հետևյալն է, ուրեմն վերջերս տեղեկություններ ստացանք, որ Մղջան գյուղում բարձր դասարանի աշակերտները, ըստ տեղեկությունների 4 աշակերտ բարձր դասարանի, ավելի ցածր դասարանի աշակերտներ, 4 դասարանի աշակերտին ամիսներ շարունակ հետապնդել են թմրանյութ են ստիպել, որ օգտագործի, այնուհետև գումար են շորթել, քննչական կոմիտեն հայտնեց, որ 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Հիմա հարցս հետևյալն է, այստեղ նախ արդյոք այն մարդիկ, այն իրավասու մարդիկ, որոնք որ անչափահասների հետ են զբաղվում, արդյոք այս ընթացքում կանխարգելի ինչ-որ աշխատանքներ չեն իրականացրել դպրոցներում նամանավերջին շրջանում ահագնացող այդ թմրանյութերի կապված հայտնի պատմությունները որ կան, այստեղ նաև կարդում եմ եւ տեսնում եմ, որ երկուսի նկատմամբ էլ ուրեմն հետեւյալ դաստիարակչական հսկողության տակ, այսինքն այդ մեղադրյալներից երկուսը ինչ-որ դաստիարակչական աշխատանքներ են տարվում։ Մի հատ խնդրում պարզաբանեք, ինչ է կատարվում եւ այդ գործը։ Շնորհակալ եմ պարոն Դանիելյան հարցի համար։ Ըստ էության, այո, պատկան ծառայությունները, որոնք որ պետք է նման երևույթների կանխարգելման ուղղությամբ իրականացնեն գործունեություն եւ տարբեր միջոցառումներ, դրանք ներքին գործերի նախարարության ոստիկանության տիրույթում են եւ դա համայնքային ոստիկանության գործառույթի մեջ է տեղավորվում։ Իրականացվում են աշխատանքներ, որ այս ուղղությամբ կատարելագործվելու եւ կարողությունները զարգացնելու աշխատանքներ կան անելու, սա եւս ընդունում եմ, որ կան եւ այս ուղղությամբ ներքին գործերի նախարարությունը թե երկարաժամկետ, թե միջնաժամկետ կտրվածքով լուծումների հետևից է գնում, այդ թվում հստակ ռազմավարություններ ընդունելով եւ կանխարգելիչ միջոցառումներ նախատեսելով։ Ինչ վերաբերվում է ընտրված խափանման միջոցներին, ըստ էության սա ներքին գործերի նախարարության տիրույթից դուրս է եւ քննիչն է գնահատում եւ ընտրում խափանման միջոցը միջնորդում դատարանին եւ դատարանի կողմից արդեն կամ հաստատվում է այն կամ ոչ։ Շնորհակալ եմ։ Արձագանք պարոն Դանիելյան։ Տեսեք, մենք պետք է այս թեմայով որևէ մի կոմպրոմիսի չգնանք, ինչ որ դաստիարակչական աշխատանքներ, ես օրինակ անձամբ չեմ ընդունում այդ մեթոդները եւ նաև կոչ եմ անում ձեզ շատ ավելի հետևողական լինել եւ այն մարդիկ, որոնք որ պատասխանատու են կոնկրետ կա հատուկ բաժին, չէ, որ անչափահասներով զբաղվում է, այդ բաժինը նաև պետքա որոշակի անձիկ, որոնք որ իրենց պարտականությունների մեջ թերանում են, պետք է պատասխանատվության ենթարկվեն, այսինքն ամիսներ շարունակ այդ process-ը գնացել է եւ կանխարգելիչ միջոցառումներ չի արվել։ Եթե պետք է ինչ-որ օրենսդրական փոփոխություններ ազգային ժողովում արվեն, եթե պետք է լրացուցիչ գործիքակազմեր ուրեմն ունենան այն մարդիկ, որոնք իրավասու մարմինները, ուրեմն պետք է մենք էլ այս առումով մտածենք, բայց այն բացի թողի վիճակը, որ կա եւ մեր մտաղ ծերունդը փաստացի շատ լուրջ խնդիրներ արժև է կանգնում, այս դրա հետ կապված լուրջ խնդիր կա։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ըստ էության նման դեպքերը եւ ոստիկանության կենտրոնական ապարատում եւ ներքին գործերի նախարարության համապատասխան ծառայությունների կողմից դառնում են ուսումնասիրության առարկա, պարտադիր դառնում են նման դեպքերը եւ առերևույթ խախտումներ հայտնաբերելու դեպքում նաեւ վարույթներ են նախաձեռնվում ըստ արդեն արարքի գնահատման։